Ողջույն, մենք կրկին հանդիպեցինք և կրկին մշակութային շրջանակում։ Յուրաքանչյուր օրդ ապրիր այնպես, ինչպես կապրեիր վերջին օրդ։ Սա անշուշտ խոր փիլիսոփայական ենթատեքստ պարունակող միտք է։ Կարող է արդյոք մարդն ապրել այդպես, թե ոչ։ Այս հարցի շուրջ է խոսում նաև մեր այսօրվա հերոսը։ Մեր շատ հայտնի պարսիկ գրող ունենք, Օմար Խայամ, անպայման լսել եք իր քարյակները, որոնք շատ սիրուն թարգմանված է հայերեն։ Նա է այն ժամանակ նույն բանը ասել, որ ապրի այսօր, վաղը չկա։ Արտեմ Օհանջանյան, կինոռեժիսոր, պատմաբան, արվեստաբան։ Ծնվել է 1936 թվականի օգոստոսի 6-ին Բաքվում։ Վիեննայի համալսարանի դոկտոր է, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր։ 1938 թվականից բնակվել է Թեհրանում, ապա 1958-ից Վիեննայում։ 1964 թվականին ավարտել է Վիեննայի երաժշտական ակադեմիան։ 1967-ից 69 թվականներին դասավանդել է Վիեննայի արվեստի ակադեմիայում։ Իր սցենարներով ստեղծել է ավելի քան 70 վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր, մեծ մասը նվիրված հայկական հարցին։ Հեղինակ է մի շարք հայանպաստ գիտական աշխատությունների։ Կազմել է Ավստրիա-Հայաստան և հայերի ցեղասպանությունը Ավստրիայի արխիվային փաստաթղթերի ժողովածուները։ 1992-ից 93 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության լիազոր ներկայացուցիչը Ավստրիայում։ 1996-ից Ավստրիայում հայկական պատմության և մշակույթի հանդիսություն ընկերության փոխնախագահն է։ 2001 թվականից հայկական հարցի գծով Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի և Ավստրիայի հայկական եկեղեցական վարչության ներկայացուցիչը Ավստրիայում։ 1967-ից սկսած նա զբաղվել է ցեղասպանության ուսումնասիրությամբ։ Ամեն տարի ապրիլի 24-ին Ավստրիայի պետական հեռուստատեսությամբ, որտեղ աշխատում էր Օհանջանյանը, ցուցադրվում էին նրա վավերագրական ֆիլմերը, նվիրված հայոց ցեղասպանությանը։ 13 տարի պեղել է Ավստրիայի արխիվները։ Այդ ուսումնասիրությունների շնորհիվ առաջին անգամ բազմաթիվ փաստեր են դուրս եկել արխիվային պատերից, ամփոփելով 12 հատորանոց ժողովածուի մեջ և ներկայացվելով հանրությանը։ 1989 թվականին դրանց փաստաթղթերի հիման վրա լույս է տեսել Օհանջանյանի առաջին մենագրությունը «Անհերքելի վկայությունները», որն արդեն թարգմանվել է 4 լեզվով։ Սա շատ մեծ իմաստ ունի։ Այդ իմաստն է, որ մարդ կարողանա այնինչ որ ունի, այնինչ որ անում է, զգացումով անի։ Ոչ թե եթե երեխայի հետ ես, զգացումով պիտի երեխայի հետ վարվես։ Եթե գիրք ես կարդում, զգացում, եթե ուտում ես դեռ, պիտի զգացումով անել, որտեղ կարող է վաղը դու այդ շանս եւ բախտ չունենաս գիրք կարդալու կամ ուտելու կամ երեխայի հետ խաղալու։ Դա շատ մեծ փիլիսոփական բան է, շատ հոյակապ մի բան է։ Եթե այդպես մարդ կարողանար ապրել, իդեալ կլիներ։ Բայց պետք է ժողովրդին էլ այդ միջոցը տալ, որ նա կարողանա այդպես ապրել։ Բայց այս միջոցը Հայաստանում բոլորին չեմ, որովհետև այստեղ մարդիկ օրը 14, 15, 13 ժամ աշխատում են, որպեսզի կարողանան ընտանիք պահել։ Սա մի սոսկալի բան է։ Ոչ թե մենակ հայերն է աշխատում, մայրն էլ է աշխատում։ 2-3 հոգի աշխատում են օրը 14-15 ժամ, որպեսզի կարողանան որևէ մի ձև գոյատևել։ Դու հիմա ինչպես ես ուզում եք խեղճին ասել, որ արի եւ ապրի այնպես, որ պիտի ապրել իդեալ ձևով։ Ես ամեն անգամ Հայաստան գալուց մեծ ուրախությունով գալիս եմ եւ տխուր վերադառնում։ Ես ամեն տարի Հայաստան եմ։ 88 թվականի սեպտեմբերից ես ամեն տարի եկել եմ Հայաստան։ Այսինքն ամեն ինչ տեսել եմ, բոլոր շարժումներին եղել եմ եւ ես էլ եի կարծում անկախությունը պետք է ժողովրդի համար մի հոյակապ բան լինի, որ ժողովուրդը կարողանան անել ազատ այնինչ որ պետք է։ Բայց ցավոք ես տեսնում եմ օրից օր դրությունը վատանում է։ Օրինակ ցանկ ասում են 7% աճ։ Այդ 7% աճ ումի համար է ժողովրդի համար։ Ժողովուրդը 7% աճից ոչ չունի։ Այդ 7% աճը իրանց համար է։ Բացատրեք խնդրեմ։ Բացատրեմ։ Օյլսի։ Վատ ապրող մարդը սովորաբար խելոք անում։ Ինչի՞, որովհետև ինքը իր խելքից բացի ուրիշ բան չունի օգտագործելու։ Ինքը ստիպված իր խելքն է օգտագործում։
Բայց երբ որ վատ ապրող մարդը պաշտոն է ստանում, պաշտոններ գիտես ինչ բան է, ոնց որ ասեն գիրքը գրադարանում, ինչքան վերև ես դնում, այնքան օգտագործելու բան չի։ Չօգտագործելուց լավ է պահպանվում, բայց սկսում է փոշոտվել, այսինքն մարդ լավ ապրելուց սկսում է էշանալ։ Այն աստիճան, որ մի պահ իրան թվում է, թե ինքը խելոք է։ Հենց որ ինքը թվում է, թե խելոք է, սկսում է էշություններ անել։ Հենց սկսում է էշություն անել, սաղ ասում են, օլա, ես ինչ խելոք է։ Այնտեղ դեր մի կարգ ու կանոն կա։ Այդ կարգ ու կանոնը նաև որ ժողովուրդին պիտի այնպես ապահովել, որ նա կարողանա իր կյանքում։ Կարգ ու կանոնը դեր Եվրոպայում կա։ Այդ սոցիալ աշխատանքը, որ կատարվում է ժողովրդի համար, բարեբախտաբար դեր կա։ Այսինքն դրանք թույլ չեն տալի որևէ մեկը այնքան դրանք չունենա, որ չկարողանա ապրել։ Այդ բաները բարեբախտաբար դեր կա։ Կրճատումներ իհարկե դժբախտաբար եղել են այս վերջի տարիներին, բայց մենք հաճախ ենք տեսնում, որ ինչպես ժողովուրդը դեռ կարողանում է դուրս գալ, դեմոնստրացիաներ անել եւ ստիպել կառավարությանը, որ որոշ բաները, որ սխալ են, նորից ուղղել եւ դա կատարվում է դեր։ Այդ կյանքը, այդ շունչը մենք այստեղ բոլորը իջում։ Եվ դա Եվրոպայում դեր այն դրական բանն է տալի, որ ինչքան էլ դժվարություն ունենան Եվրոպայում, ժողովուրդը արթուն է, ժողովուրդը ասելիք է, եւ ժողովուրդը դեպ ուժեղ է։ Ներեցեք, իսկ կարելի է հարցնել, թե դուք ինչ եք արել։ Հա։ Ինչ ասում եմ կարաս, հարցրը։ Ներեցեք, իսկ դուք ինչ եք արել։ Կանգնել եմ հրապարակի ուղիղ կենտրոնում, ուղիղ 2 սուտկա գոռացել, որ ղեկավարության մաքուր կեսը էշա։ Եվ ինչքան տվեցին։ 15 սուտկա հասարակական կարգը խախտելու համար, 15 տարի պետական գաղտնիքը բացելու։ Երբ որ մի հատ փոքրիկ Հայաստան ունենք եւ շուրջ 2 միլիոն ավել ժողովուրդ չկա եւ կարծեմ 20 հերոստատունկերություններ ունենք այստեղ, ես զարմանում եմ, որ սա ինչ է նշանակում։ Մենք ասում ենք, որ 8 միլիոն ենք, ունենք 2 հատ կառավարական, իսկ 4-5 հատ private եւ բացի դրանից էլ մենք այնտեղ ունենք կոնտրոլի մի հանձնախումբ, որը ոչ թե միայն կառավարական տելևիզիոնին են կոնտրոլանում, այլ այնինչ որ մյուսներն էլ ցույց են տալի, որտեղ նրանք գիտեն, որ տելևիզիոնը այսօր շատ մեծ դեր է կատարում։ Եթե մենք մեր Հայաստանի տելևիզիոններն ենք նայում, պիտի ցավոք սրտի ասենք, որ դաստիարակության ոչ մի բան չկա, ընդհակառակն։ Մենք տեսնում ենք, որ սերիալներ են ցույց տալի, որը զարմանալիորեն ինչեր են խոսում, ինչեր են ցույց տալի սպանություն, գողություն, չգիտեմ, մաֆիոզական թեմաներ։ Հետո խոսալու ձևը, այսինքն ոչ մի դաստիարական բան չկա մեր հերոստանգենությունների մեջ, ընդհակառակը այնինչ որ սովորեցնում են երեխաներին, այնինչ որ բերում են տուն, ներս են բերում, ճիշտ հակառակը եւ շատ նեգատիվ։ Այդտեղ շատ գործ կա անելու, շատ գործ կա անելու, որովհետեւ ես չեմ հասկանում նրանք, որ շեֆերն են, հաջող նրանք պրոֆեսիոնալ են, թե ոչ պրոֆեսիոնալ են։ Որտեղ դու լսում ես եւ լուրերն ես լսում եւ խոսողը այնքան արագ է խոսում, որ դու համարյա չես կարողանում հետևել ինչ է ուզում ասել։ Ստորակետ չկա, վերջակետ չկա, թեմայից թեման փոխումը դու չես հասկանում։ Մանավանդ դրսում, որ ես շատերին գիտեմ, իմ մոտ ընկերները եւ շրջապատ, երբ որ լուրերն է գալի, եւ սրանք ուզում են որևէ մի բան լսեն, անջատում են, որովհետեւ չեն հասկանում։ Այդ ձևի խոսել է, ձևի լուրեր ասել, այդ արագությունով ճնշում է բերում ժողովրդի վրա, մարդը չգիտի դա, բայց փաստված է, որ դա թե ստրես է բերում եւ թե ագրեսիվ։ Հիմա դուք տեսեք, համարյա բոլոր այստեղի լուր
ասողները այնպես են խոսում, որ կարծես թե իրանց հետևից շուն են գել, թե մարդ են գել, եւ իրանք վազնելու եւ փախնելու դեմ են։ Եվ չեն հասկանում, որ իրանք խոսում են ժողովրդի համար։ Այնիշ որ ասում պետք է ժողովուրդը հասկանա եւ ընդունի։ Հասկանում եք։ Չգիտեմ, սա իմ կարծիքով դիլետանտիզմ է։ Կամ էլ եթե իմանալով են անում մի շատ մեծ հանցանք հանդեպ մշակույթ, հանդեպ ժողովուրդ, հանդեպ երիտասարդություն, հանդեպ երեխաներ, բայց ինչպես կարելի է այստեղ կոնտրոլ չլինի, ինչպես կարելի է կառավարությանը հետաքրքիր չլինի, Արժանի չես հայրենիքիդ, եթե այն չես դավանում որպես գերագույն նպատակ, իսկ անձդ որպես միջոց։ Մշակույթը եթե ազգային չէ, մշակույթ չէ, ինչպես ազգը, եթե մշակութային չէ, ազգ չէ։ Գարեգին Նժդե։ Մենք հասարակության ստիպում ենք սովորի, այնինչ որ մենք ենք թելադրել։ Հասարակությունը ինչու առաջ այդպես չէր։ Նրան ստիպում ենք այս 20 տարվա մեջ, անկախության մեջ, ստիպել ենք նրանց սովորի այնինչ որ մենք ենք ասում, այնինչ որ տելևիզիոնն է ասում։ Այսինքն մենք դաստիարակում ենք եւ դրանց վատ ենք դաստիարակում։ Եվ այդ դաստիարակության հիմա մենք չենք կարող ասենք, որ ժողովուրդը պահանջում է, ժողովուրդը ոչ մի ժամանակ չի պահանջում հիմար բաներ։ Ժողովուրդը ոչ մի ժամանակ չի պահանջում այնպեսի սերիալներ, որտեղ մարդասպանություն է, որտեղ մաֆիոզների աշխատանքն է գնում, որ մի ընտանիքի հայր կամ մայր կուզենա, որ իր երեխեք այդպեսի բան տեսնի։ Ժողովուրդը ոչ մի ժամանակ, ժողովուրդը մենք այդպես ենք դաստիարակում։ Դա կապ ունի դաստիարակման։ Եվ նրանք անճար սկսում են նայել, որտեղ ուրիշ ճաշում։ Գիտեք, մի շատ վատ բան է այստեղ մոդա եղել, այնինչ որ փող է բերում, լավ է։ Բայց արդյունքը ինչ է, ոչ ոք դրա համար չի մտածում։ Ասում եմ, ես իմ փողոց ունեմ, ես հարստանում եմ շատ արագ, եւ այդ ֆիլմերով եմ ես կարողանում հարստանալ, որովհետեւ մեջը գովազներ են տալի, բան են տալի։ Դրա համար նրանց համար բոլորովին հետաքրքիր չի։ Նրանք մտածում են իրենց փողի եկամուտների համար եւ այդպիսով դժբախտաբար նրանք էլ որ գովազներ են տարի իմ կարծիքով մշակութային բանով շատ ցած են, որովհետեւ նրանք էլ են պահանջում գովազդը ստիր այնտեղ, որ մարդասպանություն լինի, որ ժողովուրդը նայի։ Նյութակրոն, որի համար գերագույն արժեքը դրամն է։ Հայրենիք չի ճանաչում եւ առաջնորդվում է որտեղ հաց այնտեղ կաց սկզբունքով։ Ճիշտ է, չկան անտականք ազգեր, բայց հայտականքը կմնա անմրցելի։ Գարեգին Նժդե։ Շատ վատ բաներ են մեզ տալի դրսից։ Պիտի մենք դա վերցնենք, աջոք մենք չունենք որևէ մի ազգասիրություն կամ մտածելակերպ կամ որևէ մի մշակութային մտածելակերպ, որ ասենք սա մեզ համար չի։ Մենք այստեղ կանգ ենք առնում։ Մեզ համար այս գիծը չպետք է անցնել, բայց մենք չունենք այդպես մի բան այստեղ։ Ով ինչ ուզում է անում է։ Դա է դժբախտությունը։ Եվ ոչ մեկը չկա, որ ասի ներողություն, սրանից են կողմի անցիր։ Ոչ ոք չկա։ Այն ֆիլմերը, որ սովետի ժամանակ էին սարքվել, ես պետք է ասեմ, որ մեզ համար հոյակապ ֆիլմեր են, կլասիկ ֆիլմեր։ Այնտեղ պատմություն էր գնում, այնտեղ դրամատուրգի կար, այնտեղ խաղացողներ կային եւ շատ հետաքրքիր է մի բան է ինձ համար, չէ՞ որ ես Պարսկաստանից եմ, որ այսօրվա այն պարսկական ֆիլմերը, որ համաշխարհային պրիզներ են դառնում, ճիշտ մեր հին ֆիլմերի նման են։ Այսինքն մի հատ շատ փոքրիկ թեմա վերցնում են եւ այդ փոքրիկ թեմայի շուրջ սկսում են խաղալ, սկսում են պատմել։ Այդ մեր հին ֆիլմերն են այդպես եղել, բայց այսօր ես այդպեսի ոչ մի բան չեմ տեսնում, որովհետեւ ինձ հետո պատմեցին, որ այն ժամանակ կառավարության կողմից որոշ մի բյուջե էր տրվում, դու պետք է 20 հատ ֆիլմ սարքես կամ 50 հատ ֆիլմ սարքես։ Փողը դրվում էր եւ պետք է սարքել եւ ընտրվում էին։ Իսկ այսօր ասում է փող ջարի եւ սարքի ինչ որ ուզում։ Մինչեւ մենք այստեղ կարգ ու կանոն չունենանք, մինչև մենք այստեղ մի մշակույթի մինիստրություն չունենանք կամ գիտության մինիստրություն չունենանք, որ մտածի իր ժողովրդի համար, իր մշակույթի համար, մտածի դաստիարակել ամեն ձև, մենք առաջադիմություն չենք կարող ունենալ։
նկարակ մեկ անընդհատ փորձում ենք, որովհետև այստեղ տեղ իրական չկա։ Շատ ցավալի մի բան է, բայց ես որպես մի որդի, որ դրսում շուրջ 70 ֆիլմ սարքելից, 70 ֆիլմից շուրջ մի 40 հատը մեր հայկական մշակույթի եւ պատմության կապ ունեցող ֆիլմեր են եղել, եւ մենք դրսումը միշտ հպարտ ենք եղել մեր կուլտուրայով, մեր մշակույթով, մեր գրքերով։ Հիմա այսօր տեսնում եմ, որ շատ բաներ մեջտեղից մնացել են։ Ես հիշում եմ, որ գիրք էի ուզում այստեղից եւ ասում էի այսինչ գիրքերը մի անգամից 30-40 հատ գիրք էին ուղարկում ինձ։ Հոյակապ գրքեր մեր ամենալավ գրողներից։ Այսօր դու գնում ես ուզում ես այսինչ գիրք առես, պետք է գնաս շուկա, չգիտեմ, գետին թափած, որն եք ուզում, վաղ արեք կամ կա կամ չկա։ Այն գրքերը, որ մի ժամանակ այնպես որ ինձ պատմել են, ամեն մեկը իր գրադարանը ուներ եւ հպարտ էր իր գրադարանը։ Հիմա այդ խեղճերը բոլոր գրադարանները թափում են գետին, որպեսզի կարողանան ծախելով իրենց մի ձև օգնել իրենց կյանքի համար։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է կորցնել մշակույթը, կորցնել գիրքը, եւ դա է մշակույթը, դա է պահպանումը։ 2012 թվականին Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է գրքի համաշխարհային 12-րդ մայրաքաղաք։ Մեր մոտ սկսել են ավելի շատ գիրք կարդալ Ավստրիայում, քան թե առաջները, որովհետև անդրադարձել են, որ դեր գիրքն է խոսում, ոչ թե ինտերնետը, ոչ թե ինչ գիտեմ այդ էլեկտրոնային բաները։ Եվ բարեբախտաբար շատ մի պոզիտիվ բան է մի երկրի համար, որ ժողովուրդը գիրք է առնում եւ գիրք է կարդում։ Եվ շատ ժամանակ գնում ես այնտեղ եւ տեսնում ես շարք են կանգնած, փող տալու համար գիրք են առնում։ Ես այստեղ այդպեսի բան չեմ տեսնում։ Անգամ մերոնք ծախում են գրքերը։ Սա շատ մի վատ նշան է։ Եթե երեխան ասում է, որ այս մարդիկ առանց որևէ մի ուսանելու հասում են միլիոնատերերին դառնում, ես ինչ չգիտեմ։ Եթե նրանք խաբեբայությունով առաջ են ընկնում, ես ինչ չգիտեմ։ Գիտեք, նրանք օրինակ չունեն։ Օրինակներ պիտի լինեն։ Որևէ մի օրինակ կարող եք ինձ ասել դուք այսօր Հայաստանում, որ նրան հետևել եւ գնալ։ Ժողովրդի սոցիալը պիտի ապահովել։ Այսինքն ժողովուրդը պիտի իմանա, որ իր կառավարությունը, իր երկիրը թույլ է տալի իրան ապրելու, որ նա կարողանա առաջադիմություն ունենալ, որ նա կարողանա հանգիստ սրտով այն անի, ինչ որ մյուք իր երկրի համար պիտի անի, այլ ոչ թե թողնի եւ փախնի։ Դա է դժվարությունը։ Սոցիալապես որքան արդար, այնքան զորավոր է հայրենիքը։ Գերերջանիկ է այն մարդը, ով կարող է ասել. Իմ հայրենիքում արևը ծագում է բոլորի եւ ամեն մեկի համար։ Այնտեղ երկիրը մշակելու եւ հոգեպես մշակվելու ազատություն ունեմ ես։ Գարեգին Նժդե։ Ես դեմ եմ, որ երիտասարդությունը թողնում եւ լքում է։ Շատ եմ դեմ։ Եվ միշտ էլ քավոզել եմ եւ միշտ էլ խնդրել եմ, որ եթե մեր ուժերը դուրս կան, արդեն մեծ մասը դուրս է եկել, բա ինչ պիտի լինի այս երկրի համար, այս ապագայի համար։ Ես շատ կուզենայի, որ մանավանդ երիտասարդությունը դրանք են խուսափում եւ փախնում, մնան այստեղ, աշխատեն իրանց երկրի համար եւ աշխատեն միանալով կարգ ու կանոն բերել, միայն միանալով, մի խոսքն է, որ մենք հայերս միշտ ասում ենք միանալ, որը մեր պատմության մեջ ցույց ոչ մի ժամանակ չենք ունեցել։ Բայց եթե օրերից մի օր ճիշտից մեր երիտասարդությունը, խոսքը երիտասարդության վրա է, կարողանան կան հասնեն այդ եզրակացության, որ միակ ճամփան միասին եւ աշխատելն է այստեղ, եւ ոչ թե թողնել եւ լքել Հայաստանը, այն ժամանակ ապագան շատ լավ է։ Իմ երազանքս նաեւ որ երբ որ ես ուրախանալով գալիս եմ Հայաստան, ուրախանալով վերադառնամ։ Եթե մի օր այն լինի, որ մերոնք վերադառնան, դա իմ ամենամեծ երազանքը։
Մշակութային շրջանակում Արտեմ Օհանջանյանն էր։